Շնորհակալ եմ։ Եթե այլ ավելացնելու բան ունեք, հնարավորություն ունեք, խնդրեմ։ Այո, ես կուզենամ անդրադառնամ իմ ճիշտ ասած, ես որպես իրավապաշտպան միշտ ինձ թվացել էր, թե ամեն ինչ տեսել եմ, տարբեր կոնտինգենտի մարդկանց հետ եմ շփվում, տարբեր իշխանությունների օրոք, այսպես ասած, պայքարող տեսակ եմ եղել, բայց չէի պատկերացնում, որ ամեն ինչ չի, որ ես տեսել եմ, այս քաղաքական հարթակի վրա ես բարի ուղղակի իմաստով հիասթափվեցի, ինչի որտեվ բացարձակ գնում էր քաղաքական առևտուր, բացարձակ ասելով որոշ քաղաքական ուժերի մասին եւ բացարձակապես մերժվել է դա մեր կողմից, մեր ուժի կողմից մերժվել է եւ չգիտես ինչի առաջարկում են նույն ցուցակով գնալ, դա նկատի ունեք։ Գիտեք ոնց, ոչ միայն, այսինքն մարդը պատրաստ է ամեն ինչով օգտակար լինի իր ռեսուրսներով եւ այլով, բայց ինքը պատվեր է իջեցնում, ասում է ցուցակի ես համարում պետք է լինի սա, ցուցակի ես համարում գործիչների սիրած գործը դա է։ Այո, մենք նախադեպ ենք ցանկանում սարքենք եւ սարքելու են, որպեսզի քաղաքական առևտուր ընտրություններից առաջ չլինի, որքանով կստացվի չգիտեմ։ Նաեւ ինձ իմ ընկերները քաղաքական հարթակում տասնյակ տարիների ծանոթներ, բան եւ այլն, ասում են դու քաղաքական գործիչ չես, sense պետք է լինի, այսպես պետք է լինի, հա։ Եվ դա է պատճառը, որ նաեւ որոշ հարցության վրա մենք դաշինքով չգնացինք։ Մեր խնդիրը սա է, վերջի խոսքի իրավունքը կուսակցությանն է, իդեմս Վարդան Ղուկասյանի որպես կուսակցության առաջնորդի, այո, կարելի է բանավիճել, կարելի է լիքը բանավիճել։ Գիտեք, ես Վարդան Ղուկասյանի փաստաբան եմ արդեն երևի 3-4 տարի առաջ, չգիտեմ, եթե հիշողությունը ժողովրդի չի բան եղել, շատ ծանր ժամանակ ես ստանձնեցի Վարդան Ղուկասյանի եւ իր թիմի պաշտպանություն եւ տոտալ խոշտանգում էր գնում։ Եզակի փաստաբանն եմ եղել, որ վեր եմ կացել եւ բարձրաձայնել եմ, հա։ Եվ իդեմս Վարդան Ղուկասյանի ես տեսել եմ մարդով շատ արագ կարողանում է ընկալի տվյալ ոլորտի խնդիրը եւ շատ արագ կարողանում է նաեւ եւ համամիտ լինի եւ հակադարձ հարց տա։ Դա է եղել պատճառը, որ մենք դաշինքով չգնացինք, նաեւ ռիսկ վտանգ տեսնելով, որ այժմ մտնելուց հետո որոշակի խնդիրներ կարող են առաջանալ։